Ողջույն բոլորին։ Եկավ, օրը եկավ, այսօր ամսի 19-ն է, իմ ամենավախենալու քննության օրը, անգամ եղանակն է համապատասխանում ես քննությանը, ցուրտ, ձյուն, մռայլ, չգիտեմ, բայց լավ եմ տրամադրված, ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ լավ է լինելու, ուզում եմ դրական տրամադրվել, պոզիտիվ տրամադրվել, ջանային բալա, Արտաշեսին դպրոց ենք ճանապարհել, դավս էլ արթնացավ իհարկե, ինքը, որ մենք արթուն ենք, ավտոմատ իր ասենց նյարդային գրգիրները հուշում են իրան տարի, մաման արթուն է, ու դավը արթնանում է, հա բալես, դե գնա դու նստի մուզիկ նայի, տաքսին կկանչեմ, ուղիղ կգնամ Նալբանդյան փողոց, որտեղ գտնվում է այդ օֆիսը ինքը, ինչա, կենտրոնը, որտեղ է դասի ենք գնում ամբողջ տարին, մի խոսքով, Աստված ինձ հետ, ամենամեծ ապավենս, օգնականս, պաշտպանս, ուզում եմ մտածել, որ ամեն ինչ լավ է լինելու, չեմ ուզում լարվել, ոչ մի բան չեմ կրկնել, առավոտը արթնանալուց հետո, որովհետև գտնում եմ, որ արդեն ինչ կա, չգիտեմ, Աստված ինձ օգնական երեխեք ջան, դե մենք էլ արդեն երևի այնտեղից կապի դուրս կգանք, ես եւ դուք էլի նկատի ունեմ, դժվար թե, կամ էլ որ դուրս գամ, եթե սիրուն տեսարան աչքովս զարնի, աչքի զարնի, միգուցե եւ նկարեմ ձեզ համար, всё, քիչ արթնացնեմ խորենին ու դուրս գամ, ճասկում եք, չէ ինչ, պալանավորված եմ, որտեվ ամբողջությամբ ձյուն է, մազերս փակել եմ, որպեսզի հնարավորինս քիչ խոճուճանա, հիմա տաքսին գա, եղանակն է դա տեսենց, բայց այնքան սիրուն է, то правда շատ սիրուն է, սիրելիներ, ես գտնվում եմ համալսարանում, մեր երեխեքը դեռ մի մասը ներսում են, ես ամենաառաջինը հանձնեցի ու դա ոչ թե սենց իմ ընտրությունն էլ, այլ հանգամանքների բերումով, ուղղակի ամենաառաջինն է եկել, դասախոսն էլ արդեն ներսում էր, ասեց դե ինչ անենք, սկսենք, ասեցի սկսենք, քաշեցի հարցաթերթիկը, ասեց չես ուզում, պատրաստվեց, այդտեղ հասկացա, որ իմաստ չունի պատրաստվել, որտեղ ինչ գիտեմ, արդեն գիտեմ, ասեցի ոչ, եկեք սկսենք, կարճ ասած պատասխանեցի եւ դասայինը Մի խոսքով 95-ը այդ բացառիկ հրաշալի գնահատականը այս առարկայից, դա մի հատ, չգիտեմ ինչա, так что, երեխեք ջան, ես ինձ զգում եմ ինչպես Պրոմեթեյսը ազատագրված։ Մենք բնականաբար եկել ենք, ջանը, այստեղ կարող եք մեկդ գալ, Անուշն այն ծերը, այդտեղ ուզում եմ, բայց մի հատ մտածեցի ես, որտեվ սով էի զգում, էլի, այստեղ վեցել ինչ-որ հավի մսով, թթուվարունգով, պանիրով եւ այլն, սա էլ կիևյան կոտլետ է։ Հա, այսա նկարեմ նոր, ուրեմն այսօր իմ սերի խորենը գնում է իր աչքերի տակի, այս սա ոնց էր կոչվում խոշ։ Անջան, ես սրա անում տենց է Մի խոսքով ժիրավիկա, ինչ-որ տենց ինչ-որ ժիրավիկի պես բաներ են, որ տարիներ առաջ են առաջացել և հիմա խորենը նու էսթետիկ առումով դիսկամֆորտ էր ապրում և հիմա այսօր ուզում է այդ հարցը լուծում տա տեսնենք խորես դու կգնաս, ես մի հատ ուշքի գամ, խելքի գամ, որ մյուս քննությանը սանցնեմ, հա, բայց մի երկու ժամ պիտի դադար տա, որտեվ ինձ թվում է ուղեղս հեսա կճաքի։ Հիմա չես նստել։ Բացի այն, որ ես իհարկե ամենաառաջինը արեցի, վերջացրեցի, բայց սոլիդարություն էր, էլի մինչև վերջի ուսանողը սպասել ենք, տեսնենք կուրսեցիները ինչ են ստանում։ Բայց ես ուրախ եմ, որ առաջինն եմ պատասխանել։ Այդ լարվածությանը ես չէի դիմանա։ Ես գացի, Հա, կյանքը տենց բան արեց, որ ես բոլորից շուտ հասա, ինքը մտա, ասեց դե ինչ ժամանակ չկորցնենք, սկսի։ Քաշեցի ու սկսեցի։ Ստացվեց, այսօր որտեղ ես քեզ չէի կամ պատվադրից անել։ Ոյ, շատ վատ էի։ Շուտ վերեմ, կացես, այս չէի կամ վեկեն։ Դուղ չէի կարում տայա։ Մեկ է, ասեց շեմ կարդամ անազատս, խոր ես լայված եմ ինչ անեմ, սենց մի բան ասա, այս է որ չես կամ ռեակցիա տաս։ Ու մի բան է որ խորիկը կարա ասի մի հատ կոֆեի ջուր դիր, այդ մաքսիմումն է։ Տղաներից հետ նստել եմ դոմինո խաղամ։ Ճիշտ այսօր էմոցիաների ազդեցության բանը դեռ չի թուլացել գլխացավ կաբան, բայց երեխեքիս խոստացել էի, որ քննությունից հետո իրենց հետ կխաղամ, всё-таки մամայի կարիքն են զգում։ Խորենը վերադարձավ, աչքի տակը լազերով բան են արել, փոքրիկ վերք կա, որը պիտի մշակել մի քանի օր։ Տեսնենք ինչպիսի արդյունք կլինի, որպես Արտաշես։ Խոր քանի հատ ենք դոմինոն բաժան։ 6, 5 Հա
Լավ, սպասեք։ Մնացածը դնում ենք բանկ։ Տանք կշարեմ բանկ։ Դավես 5 հատ ոչ։ Ինչը։ Դա 5 հատ, հելա մի հատ էլ ունես դու, դա չէ, բալիկս, հեսա, տենա, այն քոննա։ Քանի խորեն նստածա, ասեցի ձեզ ցույց տամ աչքերի տակը, սյուրտս մղկտում ա, որ տեսնում եմ սենց խորը փոսիկներ են, նու, դե վառում են էլի, սենց ասած լազերով, հիմա մշակում ենք բան ենք անում, խորջարետի չադուկ դեպք ես ընդուրել, ոչեն կինոների մեջից լազիներից։ Արդեն ուժ ժամա 11 անցա։ Մի խոսքով, գանձուկս մշակում, խոր պերեկիս ես անում, լևոմիկոլ։ Պերեկիս, հետո չորացնում եմ բետադին, դա էլ եմ բինտով չորացնում և լևոմիկոլ վրա։ Մի խոսքով, տեսնենք երբ կլավանա և ինչ տեսք կունենա վերջում։ Ոյ, սիրտս մղկտում։ Սպասենք։ Ազմասի անջատի հերիք, հա, արդեն խոսացի, անցնենք առաջ։ Չէ, մի անջատի։ Դեմ և ձյուն անգեմ է, չա հալ չելա։ Խորեն երեխեք և դուրս էր եկել, վայրվերիս էին գնացել, հետո խանութ, մտել էին շոկոլադ գնելու և նոր եկան։ Հիմա չնաստես կս լրիվ ոչ եթերային, բայց ասեցի մի հատ միասին նային, ինչա բերել։ Բանան, կպնած ես տակի մայկատ փոքի բալիկս։ Բանան, դես արտաշեսըտ, որ բանամորուտում է հիմնականն է, ուզել եմ բուլղարական պղպեղ, բրնձով մսով սուպ եմ սարքելու։ Մի քանի տեսակի կոնֆետեր են, այս է իմ սիրած հալվան, բայց ես սիրում եմ ավելի արևած ծաղիկով, այսինքն դեղին թղթով։ Այս խորերի սիրածներն են արդեն, մի քանի տեսակի, պիչիո մալակով, բայց շատ բաղուց պիչիո մալակով չեմ կերել, կարելի փորձել, այս արտաշեսի տիրեկուսներն է, մեր հայկական օրեո այսպես ասած, սուրճ խորերի համար, կաթնաշոր, պանիր, Դավինը արտաշեսի որ սաներ էր առել, Դավինը կոտրվել է, կամ ավելի ճիշտ կինի ասել կոտրել է, միշտ փուչիկ առնել տալիս պապային, լավաշ, ուբա են առել, էլի փուչիկ, Դավին համար էլ է փուչիկ առնում է, այստեղ չաբաբա, մինչև մեր ճարդը եթելը, այստեղ տավանի միսնա, և ինձ համար մի հատ տորցիկ եմ ուզել այսօր, էլի են շոկոից, եկեք են ցույց չտամ էդ, որտեղ կնգնի են որ ցույց տամ։ Всё, բալիկս, դու ինչ ես ուզում, ուբան, հեսա։ Մտածեցի կոնֆետները այս փայտի ամանից մեջ իրար հետ դնենք։ Խորենին ասում եմ, դիտմամբ այն կոնֆետները, որոնք երեխեքը սիրում են, դրանից կամ քիչ հավեցնում, կամ չի վերցնում, որովհետև այսպես սեղանի մոտ դնում ենք, դավը չարաշահում է, նու արտաշեսն էլ, բայց ավելի շատ դավը, դրա համար հիմնականում բերում այն, որ ես ինքս ենք սիրում, ավելի քան երեխեքի։ Մենակ ես այս տիպի առակից բաներ չեմ սիրում, ես խորենի կավորիկն է, յան յուգլի կակոր է։ Այս էլ է խորենի ֆավորիտը։ Սա գիտեք ինչ է, ոնց որ զեֆիրա մեջը մարմելադի կտոններ, սենց մի բան։ Ու իմ սիրածը հալվան ու բանը, թրելովը։ Թրերովից ամենաշատը սիրում եմ սիրանովը, մեկ էլ բանովը, ջոնը, խուրման ու պիստակը, մեկ էլ ես վերջերս ես մուկ կանաչը, խուզա ու պոպոկ էտել ադրես եկել, դրամա այդ երեկ դիմուշակել։ Ձեր հուբաբուբաներով մի հատ կխնդրեմ իմ ակալի տակ քիչ փոցներ չանեք, ես դրանից ջղայն անում եմ։ Այսպիսի
Полный поднос։ Իրականում ես դիտմամբ եմ դնում սեղանին, որովհետև իմ մոտ նկատել եմ, երբ որ տանը միշտ կա քարցել, իմ սիրտը չի ուզում, բայց երբ որ վերջան տալու վրա է, այդ ժամանակ ուզում եմ։ Երեխեք այսօր բոլորնես մի երկու բաներ նվիրել, մի քիչ անդրամատիր էի։ Ասացի ձեզ է ցույց տամ։ Առաջինը որ նվիրել եմ, դեմքից կխնդրեմ ուշադրություն չդարձնեք, այսօր մի քիչ չիստկա եմ արել դեմքը, դրա համար ասենց։ Առաջինը որ նվիրել է այս ականջողերից է, շատ հավեսն է։ Եկեք ցույց տամ։ Ես ունեցել եմ այս տիպի ականջողեր, բայց այս մասից դնում ես, թելով գնում, այս հատվածին է կպնում, բայց հենց առանձին հենց այդ խրիաշիկի հատվածի համար իմ առաջինն է։ Եկեք այս կողմ դնենք։ Ահա։ Բաշե այս վերևն էլ կարելի է դնել։ Տեսեք, սիրուն է։ Ու ինձ նվիրել է ասենց հավես տետր, քանի որ նոր առարկաներ են սպասում նոր կիսամյակում։ Տետրա հավես նվիրել, մի մասը իր մայրենի է այսպես ասած, մյուս մասը մանր կլետկաներ են, կադրում չի երևում պրոստը։ Եվ մյուս մասն էլ լրիվ ազատ ալբոմների լիստի պես։ Ու այս մյուսը չեմ բացել, սրա միջուկը սովորաբար իմ մաս սովորական ստանդարտ տողանի, բայց մի հատ իրար հետ նայենք։ Արտաշես ջան, բայց դա չի անում, ասում եմ նստի ասերի։ Լսում ես ինձ դու։ Տեսեք։ Այսպիսի, այս մասը սենց սիրուն է։ Տողանի, ես իմամ լայն տողեր, ավելի կամֆորտաբլ է։ Վան Գոգի սերիա է։ Հա, Վան Գոգ, Վինսենտ Վան Գոգ, 1853-ից 1890 թվականներ։ Մի խոսքով ստեղ ինչ-որ հետարքիվ բան կգրեմ, կորոշեմ։ Մեկ մտածեցի բանաստեղծությունների տետր սարքեմ, են մի տեղից արտագրեմ, որտեղ ընդեղ գրելը հարմար չի։ Տեսնեմ, կամ էլ հոգեբանական ինչ-որ գրառումներ, նյութեր։ Փուչիկը։ Всё, արտասուց։ Օ, պապա, նա արել լցույց։ Автомат. Буду стрелять. Մի հատ էլ էսպիսի գրիչ։ Դե գնա այս գրիչներով ուրախ դասան։ Հա, ես այս մատիտ էին նվիրել։ Եթե կուզես քեզ տամ այս մատիտը։ Իրան տվել է։ Կա։ Իրան տա, չէ, անջան, Չացնելու։ Լավ, ուրեմն ինձ։ Всё, գնա։ Ուղղակի անկեղծ խոր, ինձ հարմար չի սա։ Դե լավ, դե դու թող փչացնեմ, ուղղակի։ Նայ, զգացիկ չէ։ Չէ, պրոստը ինքը չի Ես չեմ ասում իրան տամ, ուզում եմ ասեմ, թեկուզ քեզ տամ, որովհետև ես այս բռնեցի, զգացի, որ սենց կոմֆորտնի չի, էլի։ Հա, ես տես տիպի չեմ օգտագործում։ Ես լավ չեմ մատից շատ քիչ եմ օգտագործում։ Դա չես փչացնի, եղունգները երկու։ Եթե գետնին եմ Եթե կտտած կամ փչացած տեսել եմ, ջղայնանալու եմ Դավիթ քո վրա։ Հա, պետք է սրենք, կսրենք։ Իրանք դիսովել գնա հատեն։ Հա, իհարկե, լրիվ համակարծիք եմ։ Ես եսով մազերս ոչ հենա լվայ, երեքչի առաջում, ոչ հենա չէ, բայց գիտեմ, որ վաղ արթնանամ, թարմ չի լինելու, ես դրանից ներվայնանամ, ինչ անեմ, չգիտեմ։ Առավոտը չէի ուզի լվալ դուրս գալ կմրսեմ, հիմա այն որ ասեմ այնքան հավես չունեմ, լավ, վերջ վայեմ խոչ կկապեմ, չէ, խոչեմ։ Ես եկեք ավարտեմ բլոգը, ուզում եմ ձեզ համար մի հատարակ մոնտաժեմ, էլի, ինձ դիելեմ, որ իրիկունեմ մի քիչ կնստեմ, կպարապեմ վաղվա քննության համար, չգիտեմ, չեմ ուզում մտածեմ դաժե այդ մասին, արդեն հոգնել է իմ գլուխը այդ քննական մտքերից, դավը քանից փուչիկը չի գմփացել էր ձեր ականջներն էլի մի հետ խլանան, եկեք ես ասեմ պակա, կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում, սիրում եմ բոլորիդ, լավ մնացեք, Bye!